Վերջերս Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ, ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարևորության վրա։ Ինչ գոհունակության մասին է խոսքը։ Արդյոք թուրքական գոհունակությունը հօգուտ հայերից կարող է լինել։ Խնդրի առնչությամբ Հայք Նյուզը զրուցեց թուրքագետներ Մուշա Խուդավերդյանի և Վազգեն Պետրոսյանի հետ։ Մուշա Խուդավերդյանը մատնանշելով Թուրքիայի վարած քաղաքականության նպատակները ասաց. Իրականում այդ գոհունակությունը այնքան էլ գոհունակություն չէ, քանի դեռ հայ-ադրբեջանական հարցերը չեն լուծվել։ Այսինքն Թուրքիան մեկ անգամ չի որ հայտարարել է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքականի մասին խոսելն անիմաստ է։ Հետևաբար մենք իսկական գոհունակություն կտեսնենք այն ժամանակ, երբ որ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ մնացած պարագայում դրանք ընդամենը շփումներ են։ Որն է Թուրքիայի ուզածը։ Ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ մեղմ ասած ոչ բարեկամական երկիրը, որը շարունակում է հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Թուրքիան ունի իր նախապայմանները, նախ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորում, իսկ 1915 թվականի դեպքերի շուրջ էլ կարող ենք նշել, որ Թուրքիան առաջարկում է հանձնաժողով բացել, որը բաղկացած կլինի տարբեր մասնագետներից, տարբեր երկրներից մասնագետներից, որոնք կքննեն 1915 թվականի դեպքերը։ Այս մասով այդպես եւ դիվանագիտական եւ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատում, այսինքն ներկայումս առևտրատնտեսական որոշակի հարաբերություններ կան, սակայն դրանք իրականացվում են Վրաստանի միջոցով, ինչը չի բավարարում ոչ հայկական, ոչ թուրքական կողմին։ Այսինքն պետք է սահմանների լիարժեք բացում, որպեսզի երրորդ երկրները այդտեղ դեպք խաղան։ Կարևորելով հայ-թուրքական սահմանները բացելու հարցը, թուրքագետ Մուշա Խուդավերդյանը այն կարծիքին է, որ Հայաստանը որպես 44-օրյա պատերազմում պարտված երկիր ստիպված է ենթարկվել որոշ պայմանների, որը թելադրում է Թուրքիան և Ադրբեջանը։ Հիմա մենք ունենք այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանը պարտվել է 44-օրյա պատերազմում եւ պետք է որոշակի պահանջներ կատարի։ Եվ այս պարագայում կարող ենք ասել, որ պետք է սպասենք մինչև վերջնական կողմերը համաձայնության գան։ Այստեղ մենք ունենք հասարակական երկու կարծիք, շատերը լավատես են, որ սահմանները կբացվեն, շատերն էլ վատատես են։ Ես անձամբ կողմնակից եմ, որ սահմանները բացվեն, առևտրատնտեսական հարաբերությունները հաստատվեն, ժողովուրդների միջև խաղաղություն եւ անվտանգություն լինի։ Կարծում եմ միայն օգտակար կլինի Հայաստանին, քանի որ ի վերջո Հայաստանը այնպիսի երկիր է, որը գտնվում է հաղորդակցությունների արանքում, այսինքն եթե սահմանները բացվեն, ապա նամանավանդ Միջին Ասիայից Եվրոպա կապող ճանապարհների ամենակարճ ճանապարհը Հայաստանով է անցնում, հետևաբար դա կարող է լուրջ տնտեսական օգուտներ բերել Հայաստանին։ Ի հակադրություն Մուշա Խուդավերդյանի կարծիքի մեր մյուս զրուցակից թուրքագետ Վազգեն Պետրոսյանը հետևյալ կարծիքին է։ Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով, դեռևս ոչ միայն Նիկոլի, ֆուտբոլային դիվանագիտությունը, որը սկսեցին Էդվարդ Նալբանդյանը եւ Սերժ Սարգսյանը, դեռ այն ժամանակվանից Հայաստանը որպես տարածաշրջանային սուբյեկտից վերածվեց տարածաշրջանային օբյեկտի։ Եվ դրա ամենավառ օրինակը այն ժամանակ էր, երբ որ Շվեյցարիայում փորձում էին այդ դիվանագիտական ֆուտբոլի դիվանագիտությունը վերածել ֆուտբոլային ինչ-որ արշավի եւ տեսանք, որ Թուրքիան ինքը իրեն ինչպես դրսևորեց, իսկ Հայաստանը ինչպես։ Չի կարող լինել։ Հայ-թուրքական հարաբերությունը չի ստացվի։ Թուրքերի իրենց հիմնական, այսպես ասած, գործառույթը հայերի հետ, ասում են Հայաստանը առանց հայերի, եւ իրենք այդ քաղաքականությունն են առաջ տանում։ Իրենց ոչ Հայաստանն է պետք, ոչ հայությունն է պետք։ Վերջո ցեղասպանությունից առաջ մոտ 2.5 միլիոն հայ էր ապրում Թուրքիայում։ Այսօր ինչքան է ապրում։ Թուրքիայի գոհունակությունը դա է։ Վազգեն Պետրոսյանի կարծիքով այս պահին Թուրքիայի հետ խաղաղության հասնելը իրատեսական չէ,
քանի որ Հայաստանը բավարար հզոր պետություն չէ, որպեսզի կարողանա դիմագրավել Թուրքիայի պահանջներին եւ սպառնալիքներին։ Եթե Հայաստանը լինի շատ հզոր պետություն եւ տեղի չտա թուրքական ծաղրապաշտական ծրագրերին եւ ինքը դառնա հզոր, ոչ թե այսօրվա նման ասֆալտի մակարդակին իջած պետություն, եւ ինքը օգտագործի Սփյուռքի հայոց եկեղեցու եւ բոլոր կառույցների ուժերը եւ կարողանա դիմագրավել թուրքական բոլոր էքսպանսիոն ծրագրերի։ Այդ ժամանակ այո։ Եթե այսօր ենք խոսում, այսօր Հայաստանը ուղղակի կուլ է գնալու Թուրքիային։ Թուրքիայի պահանջները Հայաստանից շատ են։ Վազգեն Պետրոսյանը առանձնացրեց դրանցից մի քանիսը։ Հայոց եկեղեցու ոչնչացում, բոլոր ռազմական ինստիտուտների ոչնչացում, այնինչ որ արդեն անում է Նիկոլը, կրթության զրոյացում, այնինչ որ անում է Աննան, եւ մնացած ամեն ինչ, այսինքն այն ինչը որ պետք է մեր ժողովրդին հայությանը հզորացնի, դրանց ոչնչացում։ Ի վերջո, որոնք են այն կարմիր գծերը, որ Հայաստանը պետք է սահմանի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս։ Այս հարցին մեր զրուցակիցը հետևյալ կերպ պատասխանեց։ Հայաստանի համար եւ հայ ժողովուրդը միշտ Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ ունի կարմիր գծեր, չի կարող չունենալ, իսկ այսօրվա իշխանությունը ընդհանրապես կարմիր գիծ չունի։ Շատ կներեք, մի քիչ գռհիկ է հնչում, բայց փաստ է։ Եթե Թուրքիայի իշխանությունները Հայաստանի իշխանություններին եւ ԿՊ-ին ասեն ձեր կանանց ու երեխաներին բերեք գիշերը մեզ մոտ, սրանք կտանեն։ Սրանց մոտ ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի։ Հայ ժողովրդի համար մշտապես կարևոր է եղել հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիայի հետ խաղաղության հասնելու մեր կառավարության ձգտումների համատեքստում հետաքրքիր էր մասնագետի կարծիքը։ Արդյոք Թուրքիան երբևէ կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Հայ ժողովուրդը միշտ խաղաղասեր է եղել եւ դա ակնհայտ է դառնում այն ժամանակվանից, երբ որ մոնղոլ թաթարները եկան մեր տարածաշրջան եւ իրենց հայությունը ընդունեց եւ իրենք մեր տարածաշրջանից գնացին Եվրոպա եւ Եվրոպայում հզորացան ու հետ վերադարձան Օսմանյան կայսրությունը ստեղծեցին։ Հայերը միշտ խաղաղասեր են եղել, ի տարբերություն թուրքերի։ Իրենք միշտ ցանկացել են խաղաղություն, բայց աշխարհի աքսիոմա օրենքն է, որ եթե դու խաղաղություն ես ուզում, պետք է լինես հզոր։ Իսկ եթե հզոր չես, քո խաղաղությունը, խաղաղության ավերսանքը, բացի կոտորած, ուրիշ ոչ մի բան չի բերի քո ժողովրդին։ Մեր զրուցակիցը հետաքրքիր մի փաստ նշեց, ըստ որի Թուրքիան որպես պետություն ամրացել ու կայացել է հայերի շնորհիվ։ Ցեղասպանության ժամանակ քանի 100,000 հայերի իրենք բռնի իսլամացրեցին։ Քանի 100,000 հայ երեխայի, հայ կնոջ իրենք բռնի իսլամացրեցին եւ իրենք իրենց ազգը բարելավեցին։ Հայ ժողովուրդը իրենց համար այդպիսի պատկեր ունի։ Այսինքն իրենց ազգը բարելավելու համար մենք իրենց թարմ արյուն ենք տալիս։ Իրենց պետք է փչացած արյանը մենք թարմացնում ենք։ Իրենք այդ են ուզում։ Եվ շատ բնական է դա, վերջ-վերջով մարդիկ իրենց պետության մասին են մտածում, ոչ թե իրենց փորի մասին, այնպես ինչպես որ այսօր մտածում է Հայաստանի իշխանությունները։